կարծում ում է խանգարում մանկապարտեզը, ինչու են փակել, ինչու են լուծարել մի նախադասությամբ։ Ասում է, որ բյուջեում գումար չկա, չի հերիքում, ու վերջ։ Եթե մի հատ պարտեզի համար բյուջեում գումար չկա, այսօր մեր երեխաները գալիս են, բանաստեղծություններ են սովորում, իրանց օրը շատ լավ անցնում է, ինչի համար բյուջե կա, մենք ուզում ենք էդ իմանանք, մենակ ասում է, որ լույսերի համար ինչքան գումար ենք ծախսում, զիպիր ենք թափելու, մեզ էդի պետք չի։ Այդ մանկապարտեզը որ փակում ես, ուժը չի պատում, թե ուժը չի պատում, լուսին 800,000 փող են տալիս, գումար չունենք մեզ, հարկերը չեմ հավաքում, բայց 95% հարկերը հավաքած է գյուղի։ Ես դա գիտեմ, ես աշխատող եմ, ջրի աշխատող եմ, ես գիտեմ, 95% հավաքել է, տվել է գումարը, հարկերը հավաքած է։ Ուժը չի պատում, պիտի փակվի մանկապարտեզը։ Ասեմ, Լևիչյան ասեմ, բայց երեխեքը վաղ թորն ունեն երկու հատ։ Այդ թորներս գնալու են Պեսես տղա աղջիկս գնալու են դաշտում աշխատել, այդ թորներս ինչ անեն, գնան ինձ օծի բերան մտնեն, բա ինչ անեմ ես, որ ուժը չի պատում։ Ես դա ասի գյուղից դուրս եկեք գնացեք էլ, գյուղը թող գնաց թե թուրքերը կան նստեն, մենք քին են նստում։ Այդ չեք ապրենք ստավել լավ է։ Եթե ցել ասես դու ժողովուրդ եկեք հավաքենք դուրս գաք այս գյուղից։ Հանդիպել եմ մարզպետի հետ, ասաց կգամ տեղում կծանոթանամ։ Եվ պատշաճ կերպով մարզպետը ներկայացել է, բոլորները գիտեն ծնողները, որ ներկայացել է, հավաքվել են, քննարկել ենք, ներկայացել եմ այսպիսի բան, որ մեզ համար մանկապարտեզի կարևորագույն տեղն ունի, ինչի համար, որովհետև ես ըստ իմ հոգեբանության, դերևս 88 թվականից այս կողմ, դեր իմ հոգեբանության մեջ մեկ ուրիշ, բայց ես ուզում եմ զգամ այս հողը իմն է, ես զգում եմ, որ դա իմն է, բայց ես ինչպես զգամ, ես ուզում տեսնելով երեխաներին զգամ, տեսնելով այն նրանց, որ ադրբեջանաբնակ գյուղերն են, որ մոլան երգում են դեր, ձայնը սարսուր ամբողջը փաթի սկսվում է, մենք հերու չենք, ինչ կապ ունի թուրքը թուրքա մեզ համար, Վրաստանի թուրքա, թե Ադրբեջանի թուրքա։ Այս խոսքերին ինչ որ դուք ասացիք, մենք դնելու ենք նախարարի առաջ, մենք դնելու ենք տարբեր տեղեր, ոնց թե գյուղապետը ասի ավելի կարևոր խնդիրների վրա ենք ասելու, այո, օրենքով կանոնակարգվում է եւ այսպես շաբաթը քանի ժամ պիտի պարապենք, ամիսը ինչ պիտի անենք եւ այլն։ Սա այսինքն օրենքի պահանջն է։ Գյուղապետի որոշելով չի։ Դու ով ես, որ որոշում ես։ Պետությունը այն դաստիարակը թող պատասխանի շատ կներեք, թե ինքը ինչա պատասխանել, որ ձեր երեխաները ասեք։ Ինչ ասել։ Ինձ հարցրել են, որ ձեր երեխաները, հիմա ես համոզված եմ, որ 30 երեխուց գոնե մեկը չի կարողանում ծաղի նկարի։ Ով է ասել։ Իսկ ես իրան պատասխանել Իրանով է չափել, էլի, Իսկ ես իրան պատասխանել եմ, որ դուք տարին մեկ անգամ գոնե մի հատիկ մատիտ կամ մի հատ տետր տրամադրել եք պարտեզին, որ այդ երեխաները սովորեն նկարել։ Ես իրան այդքանն եմ պատասխանել, որովհետև ոչինչ չունենք։ Այդ ամենը ծնողներն են գնում բերում կամ մեր օգնությամբ կամ աշխատողներն։ Մենք չունենք։ Այս գյուղը, որը վերջն է, ստեղից հետո արդեն չկա Հայաստան, եւ այստեղ 30 երեխայի ֆինանսավորում չի տրվում ու մանկապարտեզ է փակվում, այն դեպքում, երբ որ Երևանում անվճար են մանկապարտեզները, կարծում եմ մեր քաղաքապետն է, Երևանի քաղաքապետն պետք է մտահոգվի։ Ես գնալու եմ, չգիտեմ ինչ աղմուկ բարձրացնեմ, ինչ անեմ, որ լսեն, վարչապետը լսի ի վերջո, երբ որ 10 միլիոն սենց 3 օրվա համար, որպեսզի ռուսները գան, ստեղ ջահելները չգիտեմ ինչ անեն, 10 միլիոն տվեց, հենց այդ օրներ կամ այդ օրերներ, որ ես իմացել էի այս պատմությունը, ասում էի, այդ 10 միլիոնը տեսեք, քանի մանկապարտեզ կարող է ֆինանսավորել, իսկ դուք տվեցիք, որ այդ երիտասարդները հին Երևանում այս տեսակ կոնյակ խմեն, այս տեսակ բան ուտեն, ոնց կարելի է, վարչապետը, կրթության նախարարը, ինչու՞ չէ հենց նախագահը, ով ձեզ խոստացել է, ով եկել տեսել է, ով ասել է, թե այո, դրանք մոտալուտ լուծվելու խնդիրներ են, ու այսօր դուք այս բանի արժեք։ Չգիտեմ, մեծ հույսով եմ, հավատով եմ, որ արձագանք կլինի։ Ձեզ վրա մենակ հավատք, ձեր ուժերին հավատացեք,
ձեզ վրա հույս դրեք։ Եթե դուք վերևներին ամեն մեկը մի բիզ առած սենց տակից չտանք, որ սենց ամեն անգամ ձեզ վեր կլնենք, նրանք չեն շարժվելու։ Դա իշխանության օրենքն է, ոչ միայն մերոց ընդհանրապես։ Դրա համար ամեն մեկը մի բիզ առած պետք է ներքևից բզեք։ Բզեք, մենք կանք, մենք երկիր ենք պահում, մենք սահման ենք պահում, Արմանն ասում նախապատուցեք, որ սա Հայաստան է, սա այստեղ հայեր են։ Ինչպես տեսնում եք, սիրելի հայրենակիցներս, Դեբեդավան գյուղն է, Հայաստանի սահմանի վերջին գյուղն է, Հերակղզի նույնիսկ, այստեղ բոլորը հայեր են, եւ այ երեխաներ են գալիս այս մանկապարտեզ